Շնորհակալություն, հարգելի փոխոսնակներ, հարգելի գործընկերներ, սիրելի քաղաքացիներ, Տիկին Մանուկյան։ Ձեր խմբակցությունը ձեր առջև մի քանի անլուծելի խնդիր էր դրել երեք։ Ես ուզում եմ խոսել երեկվա օրվանից, թե ինչպես անցավ։ Օրինակ, խնդիր էր դրել խոսել անդադար պետական պարտքի մասին, որոշ վարժեցրած նախադասություններով, հարց ու պատասխանի միջոցով ներկայացնել, որ պետական պարտքը այնպիսի մակարդակի է հասել եւ այնպիսի խնդիրներ ունի, որ հեսա պետությունը գնում է դեֆոլտի։ Այս հարցին, երբ պարոն Ֆարմանյանն էր ներկայացնում նույն պետական պարտքի թեզը նույնքան հնչեցնելով, էլ չասեմ այդ Լիբանանի մասին, որտեղ արդեն հումոր էր դարել են Լիբանան, թե քանի անգամ հնարավոր է ասել Լիբանան, այդ պահը մեր խմբակցությունում հումոր էր դարձել, բայց նույնիսկ այդ մասով չի կարողանում պարոն Ֆարմանյանը պատասխանել, որովհետև երբ իրան ասում են ինչն է խնդիրը, լավ, որ միջազգային ցուցանիշով ես, որ չափանիշով ես դատում, որ զեկույցում ա գրված, որ պետական պարտքը անկայուն է, ասում է այդ չեմ ասում եմ այ հիմա արտահանումները խնդիր ունեն, վաղը ավելի շատ կունենան, այ ասում է այդ ժամանակ կարող ենք չկարողանանք սպասարկել պետական պարտքը, իհարկե, կարող է նաև ես քայլեմ, աղյուս ընկնի գլխից եւ չկարողանամ այլևս խոսել այստեղից, բայց դրանք, եթե դա ենք բանանում, դրանք ռիսկեր են, որոնք այո, հենց դրա համար էլ մենք այստեղ ենք, որպեսզի գնահատենք ռիսկերը եւ այդ ռիսկերի հետ առերեսվենք, առնչվենք եւ զսպենք հնարավորինս։ Եվ փաստորեն դուք եկել եք խոսում եք պետական պարտքից, պարոն Ֆարմանյան, եւ մեղավորությունը պետական պարտքի հնարավոր անկառավարելի դառնալու մեջ գտնում եք արտաքին ինչ-որ գործոնի վրա, որտեղ ձեր ֆրակցիայի ղեկավարն էլ ընդունեց, որ այդ արտաքին գործոնը քաղաքական գործոն է։ Այդ դեպքում ինչ կապ ունի այստեղ բյուջետային հարցերի հանձնաժողովը, կներեք էլի։ Եվս մի խնդիր, որը ձեր առջև դրված էր, եւ այն հարցին էլ չպատասխանեցիք պարոն Ֆարմանյան, որ եթե արտաքին պարտքը այդ վիճակում է, որ սպասարկել չեն կարողանա, ոնց ենք սարքում եկամուտները 0 կամ արտահանման բաները, հարկային եկամուտները որքան են, այդ որ ասում եք արտահանումը նվազում է, դրանից ինչ է լինում, եկամուտները ոնց են նվազում դրանից, ինչքան են նվազում։ Այս հարցին էլ չկարողացաք պատասխանել, պարոն Ֆարմանյան։ Մյուս հարցը, Տիկին Մանուկյան, որը կարծում եմ ձեր առջև դրված էր, ձեր ողջ քննարկումը անցել է պարոն Ֆարմանյանի գովասանքի շուրջ։ Ձեզ ստիպում էին այստեղից ասել, որ դուք, որ թե ինչու է ձեզ համար անհասկանալի, թե մենք ինչու չենք ընտրել պարոն Ֆարմանյանին ի վերջո։ Պարոն Ֆարմանյանը այստեղից ասում է, որ ձեզ նեցուկ կկանգնի։ Դրանով իրականում դուք եք իրան նեցուկ այստեղից կանգնում։ Եվ այդ ասածը բացարձակ նեցուկի մասին չի։ Որովհետև որպեսզի դուք վստահություն ունենաք, որ դուք արժանի տեխնացու եք, պետք չի, որ այստեղից նախորդ տեխնացուն ասի, որ ոչինչ, դուք աշխատեք, ես ձեզ նեցուկ կկանգնեմ, Տիկին Մանուկյան։ Ես սա ուղղակի այս ելույթս ընդունեք որպես կինը կնոջը։ Եվ դուք անդադար փորձում եք արդարացնել ինչու չենք։ Պարոն Ֆարմանյանն իր կենսագրության հետ խնդիր ունի։ Եվ երբ իմ գործընկերներից մեկը ասում է, որ դուք բան եք, պրոֆեսիոնալիզմի առումով զիջում եք պարոն Ֆարմանյանին, Տիկին Մանուկյան, հավատացեք ոչ։ Ուղղակի ձեր բախտը չի բերել այնպես, որ դուք 18 տարեկանում ունենաք մի ընկերություն բացված, Արջին Բրոկ, եւ ունենաք այնց ընտանիք, որն էլ փայատերը լինի Արջինի հիմնադիրների մեջ։ Դուք դա չեք ունեցել։ Ձեր բախտը նաեւ չի բերել, օրինակ, որ դուք լինեք 25 տարեկան երիտասարդ եւ ձեր ազգանունը լինի Ղազինյան եւ դուք ընդունվեք միանգամից բանակից հետո ընդունվեք հեծում փոխտնօրեն, որովհետեւ հեծ էլ կադր չէր գտել փոխտնօրենի պաշտոնում։ Քան հենց նոր ավարտած մարդը, ով ում ազգանունը Ղազինյան էր եւ հենց նոր բանակից վերադարձել էր։ Այդտեղ է խնդրեմը։ Հարգելի գործընկերներ, խնդրում եմ տեղից մեկնաբանություններ չանել։ Շարունակեք։ Տեսա՞ք, Տիկին Մանուկյան, ես ճիշտ տեղին եմ կպել։ Ես սա ձեզ որպես կինը կնոջն եմ ասում։ Եվ ավելին ասեմ, ձեր կենսագրությունը, որտեղ, այսպես ասած, այն հետագիծը, ինչ որ ուներ պարոն Ֆարմանյանը եւ դուք չունեիք, դա կրեդիտը դուք եք տալիս ձեր ֆրակցիային, ոչ թե ձեր ֆրակցիայի տղամարդիկ իրանց նեցուկով ձեզ են կրեդիտ տալիս։
Ես ձեզ ավելի շատ նեցուկ կլինեմ։ Անկեղծ եմ ասում, դες չէ որ ես որոշել եմ ձեզ ձայն, ես դեռ կորոշեմ ձեզ ձայն կտամ թե չէ։ Ակնհայտ է, որ դուք ծանոթ չեք բյուջեի կառուցվածքին։ Ակնհայտ է, որ դուք չգիտեք ինչ է պետական պարտքի թեզը, որ ձեզ տվել են, որ դուք կրեք որպես բեռ։ Նույնքան հեքիաթային է, որքան 300,000 ադրբեջանցին։ Ինչ առումով։ Կա աշխարհում 300,000 ադրբեջանցի է կա Հայաստանում պետական պարտք է կա։ Այդքանը ճշմարտությունն է, որ աշխարհում այդ երկու բանը կան, ուղղակի գոյությունն են։ Այն մնացած շուրջը կառուցածը, այն ինչ որ ասում են, այդ ռիսկերը, էսեն, այդ ամենը էլի եմ ասում։ Այս ամբյոնից խոսելու եք եւ իջիկ են դառնալու այդ բոլոր մտածածին ռիսկերը, որոնց մասին ռիսկերը չէ, սպառնալիքները, որոնց փորձում եք գեներացնել եւ դրանով մարդկանց փոխանցել մի իրավիճակ, որը կապ չունի իրականության հետ։ Մարդիկ տեսնում են իրականությունը։ Եվ այո, պարոն Ֆարմանյան, գիտեք որտեղ է խնդիրը, ինչի մենք ձեզ չենք ընտրել։ Դուք ըստեղ այն ինչ որ ձեր անցած կենսագրության ընթացքում ձեզ նեցուկ է եղել, ըստեղ դուք բախվել եք իրականությանը։ Ստեղ դուք ստացել եք ձեր անձի դատարկ, այն ինչ որ կա դատարկ ոչ թե ձեր անձն է դատարկ, այլ նկատում եմ առանց ավելորդ աջակցության եւ խթանիչների ձեր ունեցածին, ինչքան դուք եք։ Այդ դրա գնահատականն եք ստացել։ Եվ ես կարծում եմ, որ շատ ճիշտ է արել քաղաքացիական պայմանագիրը, որ ձեզ չի ընտրել, պարոն Ֆարմանյան։ Դա լավ որոշում է եղել։ Եվ ընդհանուր առմամբ այն մնացած բաներն էլ, հա, պարոն Մանուկյանին չեմ ուզում անդրադառնամ, կարծում եմ առաջին ստենդափը ստացվեց, երկրորդից արդեն պետք է աշխատել։ Եվ ուզում էի նաև ափսոս այստեղ չի, ուզում էի հարցնել ինչու չի տվել հանցագործության մասին հաղորդում, թե իրենց խմբակցությունում դա գործ տալ է կոչվում։ Ես ուրախ եմ, որ դուք նշեցիք Տիկին Մանուկյան, որ քաղաքական պատերազմի դաշտ չի լինելու, բյուջետային քննարկումները դա չեն լինելու, որովհետև այո, դա դրա տեղը չի։ Եվ նաև երկու փոքր անդրադարձել անեմ, օրինակ հարկային արտոնությունների մասին էիք խոսում, մեր քաղաքականությունն է ընդհանրապես հրաժարվել բոլոր հարկային արտոնություններից, եւ այս մասով արդեն եղել են օրենսդրական նախաձեռնություններ եւ հարկային արտոնություններից մենք հրաժարման ճանապարհով ենք գնում եւ մի հատ էլ բան, որը անդադար հնչում էր, դա բյուջեի ձեր միջոցով բյուջեի թափանցիկությունը ապահովելն էր հանրությանը, հարգելի գործընկերներ, սիրելի քաղաքացիներ, բյուջեն հրապարակային փաստաթուղթ է, այն հասանելի է բոլորին։ Խնդրեմ, երբ խոսում եք այդ ինչ որ թաքուն բաներից, դա մենք չունենք գաղտնի պլաններ։ Մենք ունենք արդար եւ արդարամիտ աշխատելաոճ։ Կան թերություններ, պատրաստ ենք քննարկել թերությունները, բայց այն մնացածը խնդրում եմ, էլի, պահեք այդ կոնսպիրոլոգիան, պահեք ձեզ համար, շնորհակալ եմ։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։